Միջգյուղական ճանապարհ է փակվել, ուրեմն նորից համայնքներում կան խնդիրներ, որոնք այդպես էլ չեն հասնում պատասխանատու պաշտոնյաներին։ Ջուրն է կտրվել, կամ բերքն է փչացել, կամ երկուսը միասին, կամ էլ ինչպես այս դեպքում բնական աղետի պատճառով մարդիկ իրենց միակ եկամտի աղբյուրն են կորցրել։ Այս անգամ նորից կարկուտի պատճառով։ Օրեր առաջ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Արազապ եւ հարակից գյուղերում տեղացած կարկուտը հիմնովին ավիրել էր մարդկանց պտուղ բանջարեղենի մարգերը։ Կարկտականները անցած տարվանից լուծարեցին, միջև մի կարկուտ չերեք, այդ կարկտականները չաշխատավ, կարկուտն եկավ։ Լուծարել են, տվել են համայնքներին, չգիտեմ, մի քիչ չի աշխատում, ասում եմ մեջի եղածները պետք է դա սարքելով գալիս են, նոր են որոշել, որ տվել են համայնքներին։ Հայաստանում գյուղ ոլորտի թույլ կետը, այսպես ասած Աքիլեսյան գարշապարը, հակակարկտային կայանները կարելի է համարել։ Որոշ հատվածներում դրանք աշխատում են, որոշներում ոչ։ Որոշներում էլ կրակում են եւ օգուտ տալիս։ Որոշ բնակավայրերում էլ դրանց աշխատանքը որևէ արդյունքի չի հանգեցնում։ Այս դեպքում ֆերմերները նշում են, որ նախկինում կայանի աշխատանքի շնորհիվ գոնե վնասներ նվազեն։ Օգուտ կտար, եղածը կարող էին գոնե վաճառեին։ Գործերը գոնե որոշ չափով ահագին կպահեր, ոչ թե այս իրավիճակը կլներ։ Շատ ժամանակներում ահագին օգնել է, մանրցրել է կարկուտը, սենց չի ավիրել։ Հակակարկտային կայանների պատկանելության եւ կիրառման մասով վերջին ամիսներին շատ հացեր են կուտակվել։ Նախ հայտարարվեց, որ փակվելու են հին արգենտինականները, որոնք տեղ-տեղ թալանված կամ փչացած են, եւ մնալու են հայկականները։ Հետո հայտարարվեց, որ պետությունը եղած աշխատող կայանները փոխանցելու է տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց ներկայացուցիչներն էլ այսուհետև պարտավոր են լինելու ապահովել դրանց անխափան աշխատանքը։ Խոսքը գնում է 154 կայանների մասին, որոնք ռադիոմոդեմային կապով են կառավարվել եւ գտնվել են հիդրոթերի ութաբանության եւ մոնիթորինգի ծառայության հաշվեկշռում եւ այս տարվա գարնանը որոշում կայացվեց, որ դրանք դուրս են գալիս պետական հաշվեկշռից, այսինքն հիդրոմետ ծառայության եւ փոխանցվում են համայնքներին։ Այս process-ները կառավարությունը պետք է ավելի վաղ սկսեր եւ ավարտին հասցներ, մինչեւ բերքահավաքի սեզոնը, երբ պտուղը լցվում է հյութով եւ մեծանում է կարկտաբեր ամպերի առաջացման ու հետեւաբար նաեւ կարկուտի վտանգը։ Սակայն ինչպես հասկացանք, ամեն ինչ արվում է նախկինի պես, շատ դանդաղ եւ առանց եղանակային պայմանների հետևանքները հաշվի առնելու։ Արդեն պայմանագրային հիմունքներով իրականացվում է այդ կայանների ձևափոխությունը, որպեսզի կարողանա համայնքը, ինչպես բազմաթիվ տեղերում կա նմանատիպ փորձ, հաջողված փորձ, որ համայնքը ինքը կառավարի։ Կոնկրետ այդ համայնքներում ընթացքի մեջ են դեռ այդ աշխատանքները, մեծ մասը ավարտված է, բայց այդ Արազապում, Երասխահունում դեռ ընթացքի մեջ է դեռ այդ կողմի վրա աշխատանքները նոր են հասնում, Արազապում վաղուց եւ այդ եղել են նաեւ ամբողջությամբ թալանված կայաններ եւ դրանք փաստորեն զրոյից պետք է հավաքվեն։ Հիմա արդեն համենք չկա, որի ֆերմերները չունենան գյուղատնտեսական վարկեր, թեկուզ սուբսիդավորվող տոկոսագումարներով, եւ դրանք ի վերջո պետք է մարվեն։ Իսկ կարկուտը մեկ օրում կարող է զրոյացնել դրա հնարավորությունները։ Այսօր շատ ֆերմերների մտահոգության ամենահիմնական պատճառը թերևս սա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։